Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մեծահասակների բաժանմունքը մեր հանրապետությունում գործող մասնագիտացված ամենամեծ բաժանմունքներից մեկն է, որտեղ 24/7 ռեժիմով կարող են անհրաժեշտ բուժօգնություն ստանալ 18 տարեկանից բարձր Հայաստանի Հանրապետության և արտերկրյա քաղաքացիները տարբեր սուր և քրոնիկ վարակիչ հիվանդությունների կապակցությամբ։ Ընդ որում, բուժումը հնարավոր է կազմակերպել ինչպես ստացիոնար, այնպես էլ ցերեկային ստացիոնարի և ամբուլատոր տարբերակով։ Մեր բաժանմունքում աշխատում են մասնագետներ, ովքեր ունեն բազմամյա աշխատանքային փորձ, մասնակցել են տարբեր համավարակների և բռնկումների բուժական գործընթացներին, այնպես էլ աշխատում են առավել երիտասարդ, բայց ոչ պակաս հմուտ, հոգատար, բանիմաց բժիշկներ, մայրապետեր և բուժքույրեր։ Եվ ի շնորհիվ մեր աշխատակիցների կազմակերպված և նվիրված աշխատանքի հնարավոր է դառնում կազմակերպել բաժանմունքի կանոնավոր աշխատանքը։ Բուժական գործընթացը կազմակերպվում է հաշվի առնելով միջազգային, ինչպես նաև ազգային ուղեցույցները և ներքին գործելակարգերը, որոնք պարբերաբար թարմացվում և վերահսկվում են ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի որակի հսկողության մասնագետների կողմից։ Բաժանմունքում բուժման ընթացքում բուժառուները ապահովված են հիմնական անհրաժեշտ կլինիկոլաբորատոր հետազոտություններով, ինչպես նաև բուժման համար անհրաժեշտ դեղորայքով և խնամքի պարագաներով։ Հարկ եմ համարում նշել, որ մեր բաժանմունքի աշխատակիցների կողմից խստորենս պահպանվում է նաև բուժառուների իրավունքը, բժշկական գաղտնիքի ապահովումը, ինչպես նաև բժշկական էթիկայի կանոնները։ Մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունքի առանձնահատկություններից է հանդիսանում նաև այն փաստը, որ բաժանմունքը ունի համապատասխան մեկուսարաններ, որի շնորհիվ ապահովվում է տարբեր վարակիչ հիվանդությունների առանձին մեկուսացումը, դրանով իսկ կանխելով վարակի հետագա ներհիվանդանոցային տարածումը։ Բաժանմունքում անհրաժեշտ բուժօգնություն կարող են ստանալ տարբեր վարակիչ հիվանդություններով քաղաքացիներ, ինչպիսիք են օրինակ աղիքային վարակները, բրուցելոզը, բորելոզը, միավարակը, տարբեր ծագման մենինգիտները եւ այլն։ Բուժման ավարտից եւ վիճակի բարելավումից հետո բուժառուները դուրս են գցվում ստացիոնարից համապատասխան խորհուրդներով եւ ուղղորդվում են ԱՊ հետագա հսկողությունը եւ անհրաժեշտ բուժօգնությունը ամբուլատոր պայմաններում կազմակերպելու համար։